Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չեղյալ է հայտարարել հանրապետականի հետ կնքած հուշագիրը եւ դրանով իսկ իշխող համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից։ Այս մասին այսօր Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, ընդգծելով, որ սա ՀԱԿ-ի ընդհանրական մոտեցումն է ԲՀԿ-ի հայտարարության վերաբերյալ։ Նշենք, որ այս մոտեցումը ՀԱԿ-ում ձևավորվել է 3 տեղի ունեցած քաղխորհրդի նիստում եւ ինչպես մեզ այդ զրույցում նշեց Արման Մուսինյանը, նիստին մասնակցած ՀԱԿ անդամները բոլորն էլ կողմ են եղել այդ դիրքորոշմանը, բացառությամբ քրիստոնյա ժողովրդական վերածնունդ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի։ Նշենք, որ ՀԱԿ խոսնակը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, ընդամենը հույս հայտնելով, որ առաջիկայում նույնպես ԲՀԿ-ի հետ իրենց համագործակցությունը կշարունակվի։ Մինչդեռ ՀԱԿ-ին անդամակցող Սոս Գիմիշյանն Ազատություն ռադիոկայանի զրույցում անպատվաբեր որակեց ՀԱԿ-ի այդ դիրքորոշումը, զարմանալով, թե ինչու կոնգրեսը պաշտոնական հայտարարություն չի տարածել, թեև նախապես նման պայմանավորվածություն եղել է։ ԲՀԿ-ի ընդունած որոշման էությունը լղոզել եւ ներկայացնել որպես հաղթանակ կամ հաջողություն ես այդ խաբեությամբ չեմ զբաղվում։ Համոզմունք ունեմ, որ այդ հայտարարությունը պատիվ չի բերում ՀԱԿ-ին եւ ինձ, ասաց Գիմիշյանը, զարմանք հայտնելով, թե քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ ինչի շուրջ պետք է համագործակցել, եթե այդ ուժը հայտարարում է, որ որևէ մեկին նախագահական ընտրություններում չի սատարելու։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի այն դիրքորոշմանը, թե ԲՀԿ-ն իր հայտարարությամբ ուղղակի պոկվեց իշխանական բուրգից, ապա ՀԱԿ անդամը դրան էլ լուրջ չի վերաբերում, ընդգծելով, որ օլիգարխը չի կարող իշխանության դեմ լինել։ Մենք խո երեխա չենք, ի վերջո մի 3 ամիս առաջ իշխանությունը երկրի երկրորդ քաղաքը հանձնեց ԲՀԿ-ին։ Ես պիտի հավատամ, որ ԲՀԿ-ն թշնամի է Սերժ Սարգսյանին։ Ո՞ր կարող է հանրապետականը զիջեր Գյումրին, որ ինքն էլ գար ու նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի դեմ գործեր։ Դուք դրան հավատում եք, գոնե։ The election process, we believe, must rule out even the slightest possibility. Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում պետք է բացառել դրանց անցկացման հետ կապված անգամ ամենաչնչին քննադատության հնարավորությունը։ Սա շատ կարևոր է Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի եւ Եվրամիության գործադրած համատեղ ջանքերի արդյունավետության առումով։ Այսօր Երևանում Հայաստանի, Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլտը եւ Նիկոլայ Մլադենովը հայտարարեցին, թե Երևանում են գտնվում հայտնելու իրենց աջակցությունը Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտեցնելու հարցում։ Այս համատեքստում կարևորելով Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովն իր հերթին ընդգծեց, թե Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետևելու է դրանց ընթացքին, հուսալով, որ Հայաստանի կառավարությունը կկատարի այս ուղղությամբ էական բարելավում ապահովելու իր հանձնառությունը։ We will be very closely watching these elections to make sure that as your government has committed Ընդամենը 3 օրից դեկտեմբերի 17-ին Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կստորագրեն վիզաների դյուրացման համաձայնագիրը։ Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։ Այսօր այդ մասին Ազատություն ռադիոկայանին փոխանցեց ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան։ Ինչպես հայտնի է, Մելիան 3 է երրորդյա այցով ժամանել Հայաստան ու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության են առնվելու մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերը։ Քիչ առաջ արտգործնախարարությունում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մոտ 1 ժամ տևած հանդիպումից հետո Թոմաս Մելիան հետևյալը փոխանցեց մեզ. Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի մասին շատ համապարփակ եւ լավ քննարկումներ ունեցանք ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր падգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր հայաստանցի գործընկերների հետ ձեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Հայաստանի ազգային փոխադրող Արմավի ավիաընկերությունը սիրիահայերին է մեղավոր համարում, որ չօգտագործված տոմսերի գումարներ ընկերությունը դեռևս հետ չի վերադարձրել նրանց։ Սեպտեմբեր ամսվա համար վաճառված տոմսերի գումարները ազգային փոխադրողն արդեն վերադարձրել է, բայց հոկտեմբերի համար դեռ պարտքեր ունի։ Ընդհանուր առմամբ հետ է վերադարձվել 200 ուղևորի տոմսի գումար, բայց մինչ օրս 48 սիրիահայ սպասում է իր գումարին։ Արմավիայի մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, որ մինչև տարեվեր
տարեվերջ սիրահայերին կվերադարձնեն իրենց գումարները, իսկ ձգձգման պատճառը նա պայմանավորեց սիրահայերով։ Ազգանունները գրվել են եւ ասած էր իրենց, որ 3-ից 5 հոգի պիտի գաք ամեն օր ստանա, բայց իրենք գալիս են կամ 10 հոգի, 15 հոգի, կամ մի հոգի, եւ դրա համար այդ գրաֆիկը խախտվել է։ Գալիս էին մի 5 ընտանիքով, 10, 20 եւ այլն։ Կարծեմ բոլորը տեսնում էին, ասենք ինչ էր կատարվում մեր կասաներում։ Այսօրվա օրով մնացել են մոտ 40 հոգի, բարեբախտաբար դա այդքան շատ չի, եւ մենք մտածում ենք, որ արդեն այս քանի օրվա մեջ մենք պետք է վերջացնենք։ Հալեպահայ Աբրահամ Վազիրյանն ընտանիքով Հայաստան է եկել անցած օգոստոսին։ 5 հոգանոց ընտանիքը Հայաստանում ավելի քան 1 ամիս մնալուց հետո Սիրիա չկարողացավ վերադառնալ նաև Արմավիայի չվերթների դադարեցման պատճառով։ Տոմսերը մնացին նրանց ձեռքում։ Մոտ 1 ամիս առաջ այցելելով Արմավիայի գրասենյակ գրանցվել են ու սպասում են իրենց գումարներին։ Անուն կվեք եւ հեղախոսը վերջ։ Երբ եք գնացել։ Մեր ամիսին ավելի։ Աբրահամն ասում է, որ Հայաստանում անգործ են ու այդ գումարի կարիքն իսկապես զգացվում է։ Արմավյան նրան վերադարձնելու է մոտ $1000 գումար։ Դա մեծ գումար չէ ձեզ համար։ Մեծ գումար, պետք է մեզ փոխել։ Մեր իրավունքն է, ինչու՞ չի դա։ Չէ, մենք ժամանակին տածուցին դոմս, event չէ։ Ինչե՞ մամեզի գումար չտածուցին։ Մենք Սիրիա դերտանք կուտանք ոնցեն մի վայրանի մեզի փողոն, աստեղը ինչեր մա 3 ամիս է դա մեզի փողոցի դեն։ Հալեպահայն ասում է, որ եթե վիճակը լավանա Սիրիայում անպայման կվերադառնան։ Չէ, եթե մեր քաղաքը լավանա, եթե մեր քաղաքը վիճականա, աստեղ խոտ չի գազանի, ինչ ուզենին աստեղ։ Դեպի Հալեպ այժմ չվերթները իրականացնում միայն Սիրիայի կառավարությանը պատկանող սիրիական ավիաուղիները։ Արմավյան առայժմ չի քննարկում չվերթների վերականգնման հարցը, թեև Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով շատ հալեպահայեր են գալիս Հայաստան։ Ոմանք նույնիսկ ընտրում են ցամաքային ճանապարհը, փախչելով ռմբակոծություններից ու սովից։ Մինչև բնապահպան ակտիվիստները պետական կառույցներին չհազանգեն բնությունը վնասելու խնդիրների մասին, վերջիններս ոչ մի կերպ չեն անդրադառնա երևույթին։ Այսօր բնապահպանական խնդիրների մասին հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Թրջկան քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը։ Ըստ նրա, թեպետ Թրջկանի պատմությունը բնապահպանների հաղթանակներից մեկն է, այնուամենայնիվ այս ոլորտում խնդիրներն անսպառ են, իսկ պետական կառույցները անշարժ։ Ավելին, անգամ բնապահպանների կողմից բարձրացված օրինազանցությունները չեն գտնում իրենց համարժեք արձագանքը։ Օրինակ, Թրջկանի ջրվեժի պահպանման հաղթանակից հետո, այսպես ասած, կառավարությունը որոշում ունեցավ, որ 3 ամսվա ընթացքում պետք է կազմվի Թրջկան ջրվեժ հուշարձանի, բնության հուշարձանի անձնագիրը։ Դա կառավարական որոշում էր, որը գրված էր։ Բայց իրականում այդ անձնագիրը կազմվեց ուղիղ 1 տարի հետո այդ որոշումից։ Առողջ Չերազդան քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Մովսես Մանուկյանն էլ իր հերթին կարծում է, որ բնապահպանական ոլորտում բարձի թողի վիճակը ունի մի բացատրություն։ Հանքահունքային ամբողջ գործընթացները Հայաստանում խրված են կոռուպցիոն ռիսկերի մեջ։ Բոլոր հանքերի Հայաստանում այսօր շահագործվող 100-ից ավել մոտ 200 մետաղական հանքեր կա, որոնք լիցենզիաներ են ստացել կամ գտնվում են այդ գործընթացի տարբեր փուլերում, որոնք շահագործվելու են։ Միանշանակ ասեմ, եթե այդ բոլոր հանքերը մետաղական հանքերը շահագործվեն, Հայաստանը կդառնա կործանման եզրին կմտնի։ Կառավարության ծրագրերում հանքարդյունաբերությունը դիտվում է որպես տնտեսության լոկոմոտիվ։ Բնապահպանները այս մոտեցումը վիճելի են համարում, քանզի հսկայական քանակի պոչամբարներ են տարիների ընթացքում գոյանում։ Իհարկե հասկանալի է, որ բնապահպաններն առաջին հերթին մտածում են մարդկանց առողջության մասին, սակայն մյուս կողմից կարելի է արդյոք ամբողջովին անտեսել հանքարդյունաբերությունը որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, հարց ուղեցինք բանախոսներին։ Ըստ Մովսես Մանուկյանի, բնությունը հատելով մի 1000 աշխատատեղ ստեղծելն այնքան էլ տրամաբանական չէ, իսկ Լևոն Գալստյանի պնդմամբ կառավարությունը պետք է միշտ իր աչքի առաջ ունենա այն պահը, երբ որ Հայաստանը ել չի ունենա մետաղական օգտակար հանածոներ։ Գալու է, չէ՞, այդ պահը մի օր ունենալու է ուրեմն փորած սարեր, պայթեցրած սարեր, պոչանքներ քարերի եւ ապարների տեսքով դատարկ եւ մի շարք, այսօր ասենք 17-18 պոչամբարներին, ավելի ասած երևս մի 20 պոչամբար ընդհանրենք։ Այս արդեն 15 տարի այս բուտքում ենք։ 10 տարի ամուսնացվել, 5 տարի ես մենակ։ Կոշկակարի կրպակը 53-ամյա Գայանե Ղամբարյանը իր ամուսնուց է ժառանգել։ Իրենից էլ սովորել է այս արհեստը։ Ուղղակի որ ամուսինս ինֆարկտ տարածել, ես իր կողքը անդադ նստում էի, որ ինքը շատ էլ ուշ չտա, չարչարվի։ Ես գործը անում էի իր
շնորհակալություն էին հայտնում Վարպեջան, շատ շնորհակալ ենք։ Հենց գնում էին, մի հատ խփում է, ասում է, ով անի ում ասեն։ Ասում եմ, ես դիրիժորն եմ։ Գայանեն առավոտյան 11-ից մինչև երեկոյան 7 կոշիկներ է վերանորոգում, 2 անգամ ընդմիջում անում ընկերուհիների հետ սուրճ խմելու եւ օրվա նորությունները քննարկելու համար։ Արագ գործ է ստանում եմ, որ ջեվետ ժամանակ, մեր սուրճի ժամանակը չենք կորցնում։ Մենք մեզնով, ասենք ուրիշ թեմաներ չենք շոշափում։ Մենք մեր ընտանիքի, մեր երեխեքի, անցողի, գնացողի, հաճախորդների Գայանեն ցույց է տալիս կոշտացած ձեռքերն ու ասում, որ կնոջ համար այս աշխատանքը հեշտ չէ, հատկապես երբ հանգստյան օրեր կամ արձակուրդ չունես։ Դե կանացի գործ չի, էլի հոգնում ես, ձեռքերդ կոշտանում է, մազոլներ է, ասենք որ սուպինատրի գործ ենք անում, դժվար գործ է։ Չեմ սիրում, որ խոսք եմ տվել ժամին, որ չեմ հասցնում, այդ չեմ սիրում, որ գան մարդիկ իրենց գործը վերցնեն գնան։ Ոչ շաբաթը գիտենք, ոչ կիրակի։ Ասում ենք այսօր էլ աշխատենք, միգուցե մի բան փախցնես էլի։ Սակայն այս աշխատանքը ունի նաև իր դրական կողմերը։ Գործատուից կախված չես, ասում է զրուցակիցս։ Այդ պատճառով նա անգամ չի փորձել այլ աշխատանք գտնել։ Բայց սա ինձ համար ես երբ ուզում եմ, բացում եմ, փակում եմ։ Դե ուրիշ տեղ գնաս պետք է մենակ հավաքարարություն աներ, տարիքին համապատասխան, դե երիտասարդ կադրեր չի, հիմա իրանց պետք մինչև 25 տարեկան բարետես աղջիկներ։ Գայանեն հաճախորդների պակաս չունի, հատկապես ձմռանը, օրական մոտ 10 զույգ կոշիկ է վերանորոգում։ Ժամանակ ամուսինս, որ նորմալ ակուրատնի գործեր, անենց գործեր անում, որ 5 գործը բերեին, թազա գործի տեղ տանում էին։ Ոնց որ ես նույնը պահպանում եմ, էլի, հելա որ չեմ բան արել։ Դրա համար նույն հաճախորդները էլի կան։ Գրեթե ամեն ինչ օրեցօր թանկանում է, ասում է Գայանեն, բայց իր ծառայությունների գները նա դեռ չի բարձրացրել։ Գները չեն բանանում փոխում։ Ապրանքը ոնց որ մի քիչ թանկ առնում ես, բայց չես կարող, ոնց որ մարդ մեղք են, էլի մարդիկ, հա, ես էլ իրանց նման մեկը։ Խոսեցինք նաև հաճախորդների հետ, ոմանք առաջին անգամ էին եկել ու զարմացել կին կոշկակար տեսնելով, ոմանք էլ վաղուց են ծանոթ Գայանեին։ Մի փոքր կողքը կանգնել եմ, շատ զարմացած տուն եմ գնում։ Հատկապես ինչը զարմացրեց։ Հատկապես որ գեղեցիկ է ինքը, շատ կանացի է, հագուկա պատեղը մազերը հարդարած, որ չես ասի, որ այդ արհեստի տեր կին է։ Շատ գերազանց աշխատանք է կատարել։ Չգիտեմ տղամարդիկ ոնց են պատրաստում, ուշադիր չեմ եղել, բայց իրա կատարածին ուշադիր տուն են գնում ու տեսնում են, որ իսկապես լավ գործ է։ Ու ինքը շատ հաճելի կին է իմիջայլոց։ Մի 65% մեծամասն տղամարդիկ են, բայց ինքը իր կինհարով մաքուր աշխատանք ունի։ Որ գործ չլինեինք, չէինք գա երկրորդ անգամ։ Ով չի ճանաչել, որ մտել են, ասել են, ուրա Վարպետը, ասել եմ ես եմ, մարդկա ասել է ոնց կինը կոշիկի գործ անում։ Զարմացել են։ Ինքը մենակ կոշկակար չի, լավ մայր է, լավ տատիկա, լավ կին է, լավ հարևանուհի է։ Ամուսնու մահից հետո Գայանեն շատ հիասթափված է, ինձ ամուր չեմ զգում, ասում է։ Նույն ձևի քայլում ես, նույն ճանապարհով գնում ես, բայց այն ամրությունը չունես, որ ոտքդ ոնց որ դնում ես, ոնց որ մի բան քեզնից ոնց բացատրել։ Չնայած որ աշխատանքը ծանր է եւ ոգևորող շատ քիչ բաներ կան, այսօր Գայանեի համար սակայն նա մշտապես լավ տեսք է ունենում։ Առավոտյան պարտադիր թեթև շպարվում է։ Հայկինը ուժեղ է եւ յուրաքանչյուր իրավիճակում կարողանում է իր ուսերին տանել ընտանիքի հիմնական հոգսերը, ասում է նա։ Մեր հայ կանայք էլի միշտ էլ ամեն ինչից կարողանում են գլուխ հանեն։ Էլի մեծ մասամբ հայ կանանց որ այա դժվարությունը։ Գայանեն հոգնել է աշխատանքից, եթե գումար վաստակելու խնդիրը չլիներ, չէի աշխատի, ասում է։ Երևակայ արդեն ոչ մի բանը չէի անում։ Ես իմ թորներով կզբաղվեի, մանկապարտեզ, դպրոց։